ապրանքների արտահանման մասով ինչ կարող եք ասել, ինչ փոփոխություն։ Ասեք, ինչ հարցը ինչումն է, ես ասեմ։ Արտահանման ծավալների մասով, փոխհատուցման սահմանաչափերի մասով ինչ կարող եք ասել, ինչ առաջարկ ունեք այս մասով։ Մի քիչ պիտի երևի ավելի կոնկրետացնեք, հատկապես ինչ նկատի ունեք, հա։ Տանել պտուղ բանջարեղենը, ծաղիկները եւ այլն, այս մասով դուք ինչ արտոնություններ եք տալիս, ինչ Պետական եկամուտների կոմիտեն արտոնություններ տալով չի զբաղվում, դա էկոնոմիկայի նախարարության աշխատանքն է։ Ես պարզապես նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր արտահանման դրական դինամիկան շարունակվում է ու նոր էլ եթե հետևում եք մեր բյուջեի քննարկումներին, էկոնոմիկայի նախարարն էլ ասեց, եթե ապրանքը որակով է ստանդարտներին համապատասխանում է, արտահանման խնդիր չունի, ուղղակի տեսեք ինչպես է տեղի ունենում, էլի պարբերաբար օրինակ Ռուսաստանի Դաշնությունը կամ ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկիրը պարբերաբար խստացումներ է իրականացնում հասկանալու համար, որքանով է որակը ստանդարտներին համահունչ լինում եւ այդ առումով մեր ՍԱՏՄ-ն բավական ինտենսիվ աշխատում է իր գործընկերոջ հետ, որպեսզի մեր որակը համահունչ լինի ԵԱՏՄ շուկայի պահանջներին եւ մենք որևէ խնդիր չունենանք մոտ գործելուց։ Ինչ վերաբերում է ձեր ասած արտոնությունն ասվածը, ոչ թե արտոնություն, այլ աջակցության ծրագիր, որպեսզի մեր արտահանումները դիվերսիֆիկացիա ապրեն։ Եվ այսօր էլ խոսեցինք էլի դրա մասին, կառավարության ծրագրով աջակցության ծրագիր եղավ դեպի Եվրամիության շուկա արտահանելուց, այսօր էլ եւս մեկը կառավարության նիստում պիտի քննարկվեր, կարծում դրան էլ հետևած կլինեք, այսինքն այս շարքը շարունակում է նույն նրա համար, որ մեր արտահանումը ապրի դիվերսիֆիկացիա, որը կարծում եմ տնտեսության զարգացման ու կայուն զարգացման տեսանկյունից կարևոր քայլ է կառավարության կողմից։ Սա է ճանապարհը։ Եվ ավելին երեք ես նաև խոսել եմ դրա մասին, որ մենք էլ մեր մասով փորձում ենք մաքսային գործընթացները հնարավորինս այնպես դարձնել բոլոր ուղղություններով, որ մեր արտանողները որևէ խնդրի չհանդիպեն մաքսային վարչահայտության մասով եւ եթե տեղյակ եք վերջերս մենք Եվրամիությունում կցորդենք նաեւ նշանակել, որը առաջիկա օրերին կանցնի աշխատանքի եւ այնտեղի հետ կապված հարցերով էլ մաքսային վարչահայտության հարցերով նաեւ ինքը ինտենսիվ կզբաղվի։ Շատ են իմում ձեզ գործարարները, չգիտեմ ովքեր որ արտահանումով են զբաղված։ Օգնելու այդ վարչահայտության հարցերը եթե բնական է, եթե խոսքը մաքսային համակարգի մասին է, դիմում են պետական եկամուտների կոմիտեին կամ մաքսային մարմնին։ Հատկապես, բայց մենք փորձում ենք օգնության, որ ասեք ինչ օգնություն նկատի ունեք։ Ձևաթղթերը, ձևակերպումների հետ կապված շատ դիմել ասածը մենք ինչ ենք անում, մեր քաղաքականությունը հետևյալն է մաքսային ոլորտում։ Մենք որևէ բան, որ արտաքին շուկաներում փոխվում է, հատկապես ԵԱՏՄ-ում որ փոխվում է, մենք նախորդ տեղեկացնում ենք։ Օրինակ նույն ԵԱՏՄ-ում եւ Ռուսաստանում որոշակի փոփոխություններ եղան վերջին շրջանում, դրանք բոլորը մեր համակարգերով շատ օպերատիվ ձևով ծանուցում ենք, այդ ծանուցման արդյունքում էլ իրենք տեղակ են լինում, որ կա այսպիսի պահանջներ այդ շուկաները մուտք գործելիս եւ երբ որ իրենք խնդիր են ունենում, իհարկե օպերատիվ աշխատանք ենք տանում մեր նաեւ մաքսային տարբեր երկրների գործընկերների հետ, որպեսզի ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների չհանդիպեն այդ փաստաթղթերը ներկայացնելիս։ Նկատի ունեմ անակնկալի չեն գալիս, որ ինչ-որ մի բան պակաս է եւ շտապ պետք է արտահանվի, բայց այդ թուղթը չկա։ Իրականում, տեսեք, տարբեր բիզնեսմեններ կան, մենք մեր առավելագույնը անում ենք, անկեղծ ասած, այսինքն մենք չկա այնպիսի կարգավորում, որը ուժի մեջ է մտնում եւ դա չի կոմունիկացվում կամ չի ծանոթվում մեր արտահանողին կամ ներմուծողին։ Այլ հարց է, որ լինում են արտահանողներ, որ ներմուծողներ, որոնց փաստաթղթային փաթեթները միշտ չի որ ամբողջական են լինում եւ դրա պատճառով երբեմն հանգում են խնդիրների։ Բայց թող ես ուղղակի հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ մենք միշտ բաց ենք ցանկացած մաքսային խնդրով աջակցելու մեր բոլոր արտահանողներին եւ բոլոր ներմուծողներին։